Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես նորից Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրողներից Արմեն Սարգսյանը, ում հետ խոսելու ենք ոչ թե գրականությունից, այլ հենց իրենից։ Ողջույն Արմեն։ Ողջույն Մարիամ։ Ինչպե՞ս ես Արմեն։ Լավ, շնորհակալ եմ, դու։ Լավ, ես էլ եմ շնորհակալ։ Օրդ ինչպե՞ս է սկսվում առհասարակ։ 6:30 Ես շատ վաղ եմ արթնանում, որովհետև պիտի գնամ աշխատանքի եւ ամենահետաքրքիր ճակերտավոր մասը կայանման տեղ գտնելն է մեքենայի համար։ Դրա համար ես գնում եմ հիմնականում հասնում եմ աշխատանքի 8-ին, որովհետեւ մեքենան կարողանամ կայանել, հետո գնում եմ ամենակարևոր արարողությունը սուրճ խմելն է, որովհետեւ առանց դրա հնարավոր չի օրը սկսել։ Հետո սիրում եմ, որ գործընկերներս հետ եմ սուրճ խմում, որտեղ սուրճ խմել նշանակում է հանդիպել, զրուցել, ամփոփել նախորդ օրը, որոշ մարդկանց ոսկորներ էլ լավացան։ Հետո անցնում եմ աշխատանքի, ու այդպես ամբողջ կյանքս այդպես է անցել։ Վաղ արթնանալով, անգամ հանգստյան օրերին էլ չեմ կարողանում երկար քնել, որորն էլ որ երկար եմ քնում, անպայման պիտի արթնանամ գլխացավով, որովհետև արդեն մարմինս սովոր չի ուշ արթնանալու։ Համել պապս որ ասում էր ով շուտ է արթնանում նա շահում է, այդ բանաձևը իմ կյանքում շատ լավ աշխատում է եւ կարծում եմ վատ արդյունքներ չի գրանցել։ Շուտ էլ քնում ես։ 12-ին, հա, իմ փորձում եմ էլի, գոնե մինչև 12-ը քնել, դե երբեմն չի ստացվում, եթե ծանրաբեռնվածություն կա, որովհետեւ երեկոները գրասեղանին ինձ են սպասում գրքերը, որոնք պիտի խմբագրեմ։ Արմեն, կողքից երբ նայում ես օրինակ հենց քո առօրյան ստորիներ կլինեն կամ ընդհանրապես կյանք կլինի, թվում է թե ամեն ինչ շատ գեղեցիկ է, այ քո ասածի պես լամպի տակ գրքեր խմբագրել, գրել, հետո ինչ որ բաներ նկարել, բայց իրականում այդ գեղեցկության տակ մեծ ծանրաբեռնվածություն կա, չէ՞։ Շատ մեծ ծանրաբեռնվածություն։ Իրականում ես հիմա որ հետ եմ նայում 20 տարեկան Արմենը ինչ կերազեր, այն կյանքը, որը ես հիմա ունեմ, այդպես աչքով չտամ, բայց իմ ընկեր Համլետը Արաքելյան մի անգամ ինձ ասաց դու մարդ ես, որը մոնետիզացրել է իր բոլոր ունակությունները, ինչը լրիվ ճիշտ է իրականում, եւ ասենք գրողական գործունեությունը, եւ խմբագրական, եւ կազմակերպչական, որովհետեւ փառատոնը կամ տարատեսակ ծրագրերը արդեն կազմակերպչական հմտություններ են պահանջում, ես փորձել եմ իրացնել եւ այդ ամենը կազմակերպել հենց գրականության բնագավառում, բայց իսկապես շատ ծանր է։ Օրինակ ես հիմա խմբագրում եմ Վան Գոգի նամակները, մի հաստ ժողովածու, արդեն 2 տարի է որ անում եմ, այ այնքան արդեն աչքերս են հոգնել, միտքս շատ ժամանակ հոգնում, բայց գիտեմ որ պիտի ավարտին հասցնեմ, դե բոլորդ կկարդա, կասեք ես ինձ սիրուն գիրք արավ, կուրախանաք, բայց այն տանջանքը, որ ես քաշել եմ այդ 2-3 տարիների ընթացքում, թարգմանիչն էլ ինձ հետ շատ բարդ գործ է, Մարիամ ջան։ Հատկապես մեծ նախագծերը, ասեն գրքի փառատոնը, ահավոր ծանր աշխատանք է։ Մենակ այդ բեմի լույսերը չեն էլի փակման արարողության ժամանակ, այդքան դժգոհ մարդկանց բանի անեցքի տակ մնալն էլ մի բան չի։ Իսկ չես սպառվում կներես։ Չէ, չեմ սպառվում, քանի որ անձնական կյանքը իմ էլի աչքով չտամ։ Եվս կարողացել եմ այնպես կազմակերպել, որ տանել եմ ինձ շատ հարմարավետ զգում իմ ընտանիքի հետ եւ չի ուզում ասել, բայց ասեմ, երբ որ գայս եմ տուն եւ իմ տղան վազելով գայս եւ գրկում է ինձ, պապա, միանգամից այդ հոգնածությունը անցնում է, այդ լարվածությունները աշխատանքային առօրյայի անցնում են եւ ես հասկանում եմ, որ երբ որ աշխատանքի դռները փակում ես, աշխատավայրի դռները փակում ես, աշխատանքը վերջանում է եւ պիտի քո ուղեղում էլ անջատես, որ կարողանաս լիարժեք կյանքով ապրել, նաեւ անձնականում կարողանաս հանգստանալ, ընկերների հետ ժամանակ անցկасնել։ Բայց տես օրինակ, եթե դու տաննել ես աշխատում, ստացվում է, որ շատ քիչ ժամանակ կա, երևի թե մնում, որպեսզի դու քո անձնական հաճույքների համար օգտագործես։ Կա այդպիսի բան, օրինակ ես կուզեի շատ ճամփորդել։ Դրա հնարավորությունները ունեմ տեխնիկապես, այսինքն բարեբախտաբար ֆինանսի խնդիր չունեմ, որ ճամփորդեմ եւ վիզայի խնդիր չունեմ, բայց ժամանակ չունեմ։ Մարիամ ջան, ես վարձատրվում եմ իմ հոբիի համար։
այդ խմբագրումը այդքան էլ ծանր չեմ համարում, ճիշտ է հոգնեցնող է, բայց երբ որ քեզ վճարում են այդ գիրքը կարդալու համար, դա շատ հաճելի գործ է, դրա համար ես դա անում եմ սիրով, թե չէ կարողան անել, եւ իդեպ ես կյանքում երբևէ առանց սիրելու որևէ գործ չեմ արել, իսկապես, ինչ էլ որ արել եմ, ես դա արել եմ սիրելով, հաճույք եմ ստացել դրանից, զզվանքով ոչինչ չեմ արել, եւ որևէ վայրում չեմ աշխատել, ինչ էլ որ դուրս չի եկել, շատ արագ այդ աշխատանքը թողել եմ, կամ այդ գործը թողել եմ, անցել եմ այն գործին, որը ես իսկապես ուզում եմ։ Դրա համար ես ինձ շատ լիարժեք եմ զգում իմ մասնագիտական հետաքրքրությունների իրացման ասպարեզում։ Արմեն, ինչ փոփոխություններ են եղել կյանքումդ, որ քեզ վրա մեծ ազդեցություն են թողել կամ քեզ փոխել են։ Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ամենակարևոր իրադարձությունը կարծում եմ երեխայի ծնունդն է եղել, որովհետև ես իսկապես լրիվ ուրիշ մարդ եմ դարձել դրանից հետո, ավելի շատ պատասխանատվություն ոչ թե ընտանիքի, այլ ինքդ քո արածների հանդեպ, որովհետև երբ քո հետևից ասում են դու ապուշ ես, օրինակ դա խնդիր չի կարծում եմ, բայց երբ որ քո երեխային են ասում պապա ապուշ է, կներես որ sense կոպիտ ինչ որ բան եմ համատություն եմ բերում, հիմա կարող են ինձ ասեն, ես ինչ սահմանափակ բաներ ասում, բայց չէ, սահմանափակ չի, արդեն պատասխանատվությունդ մեծանում է։ Դու ուզում ես նաև լավ հայր լինել քո երեխայի համար, որ իրեն փողոցում չճնշեն քո պատճառով։ Դա այնքան կարևոր են այդ բաները։ Ես էլի անում եմ այն ինչ որ ես ուզում եմ, ինչ որ ճիշտ եմ համարում, բայց բացարձակապես անտեսել շրջապատին եւ ասել, օ, ես մենակ եմ այս տիեզերքում, աշխարհն էլ իմ շուրջը պտտվում, իհարկե դա այդպես չէ եւ կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ այդպես կարծելը։ Իսկ շատ ես փոխվել տարիների ընթացքում, նույն 20 տարեկանդ եթե հիշես։ Շատ եմ փոխվել, դե ամեն ինչս փոխվել է։ Խոսքս, հետաքրքրություններս, ընտանիքս, տեսակը կարծում եմ, որ դժվար է, որ ես իմ մասին խոսեմ, ոնց որ իմ մահից հետո ես իմ մասին բաներ ասեմ։ Տես Մարիամ, ես շատ արդարամիտ մարդ եմ։ Ինձ հնարավոր չի կաշառել որևէ ձևով, ու մենակ գումարի բանի մասին չի խոսքը։ Ինձ չեն կարող ստիպել, որ ես վատ գրքին ասեմ, որ լավ գիրք է, այդպիսի բան չեմ անում։ Շատ եւ ինձ ով որ ես եթե ինչ որ հանձնաժողովում եմ լինում, իսկ դա շատ հաճախ է լինում, եթե ինչ որ գրող փորձում եմ միջնորդել կամ ինչ որ գրողի համար փորձում եմ միջնորդել, դա շատ ծանր եմ տանում։ Դե միանշանակ ինքը բարձր միավոր այլ հույս չկա որ ստանա, եթե անգամ պիտի ստանար, այդ բաները տանել չեմ կարողանում։ Փորձում եմ լինել անաչառ, փորձում եմ ներգրավել բոլորին, ինչքան որ հնարավոր է, որովհետև իմ գործունեությունը ավելի այդպես լայն մասաներին է առնչվում եւ պիտի եթե ուզում ես երկար ապրել իբրև մասնագետ, պիտի լինես ավելի անաչառ, ավելի արդարամիտ եւ ավելի բարեխղճորեն անես քո աշխատանքը։ Բայց քո աշխատանքը հենց կապված է այն ամեն ինչի հետ, ինչ մարդիկ սիրում են քննարկել, այսինքն գրողը տեղից, որ դու միայն եթե անգամ գրող լինեիր, արդեն բացվում ես ինչ որ աստիճան, իսկ գրքի փառատոնը, բլոգինգը ընդհանրապես քո գործունեությունը տես այդքան դու ասում ես որ արդար է, բայց դու էլ գիտես, մենք էլ կողքից տեսնում ենք ինչքան մարդիկ քննարկում անընդհատ այդ թեկուզ գրքի փառատոնի հաղթանակները, ոնց ես դիմանում այդ ամեն ինչին, ոնց ես պայքարում կամ։ Սկզբում ծանր էի տանում, երբ որ կարծում եի, տեսնում եի, որ ինչ որ մեկը ինչ որ քննադատական վատ բան է գրել իմ մասին, բայց հետո ավելի դառնում է սովորական, հասկանում ես, որ եթե դու դրա մեջ ես, պիտի սովոր լինես։ Ասեն գրքի փառատոնին մոտ 150-200 գրող է, չէ՞ մասնակցում, դե 4-ն են հաղթում։ Այն մնացած 146-ը, չէ՞ որ կարծում են, որ արժանի են հաղթելու, եթե մասնակցել են, հետեւաբար կարող են քեզ քննադատել։ Բայց տարիների փորձը, ասենք 9 տարի արդեն փառատոն անում ենք, տեսել են էլի, որ լրիվ տարբեր մարդիկ են հաղթում, փաստորեն ամեն ինչը արդար է։ Ի վերջո հանձնաժողովներում հարյուրավոր մարդիկ են եղել այս տարիներին։ Իրենք էլ են էլի փաստում, որ ամեն ինչ ազնիվ, ամեն ինչ թափանցիկ է։ Եվ իսկապես այդպես է։ Ես շատ տխրում եմ այն մարդկանց համար, որոնք չեն հաղթում։ Հա, դե տխուր փաստ է չհաղթելը։ Բայց եթե որևէ բանի մասնակցում ես, պիտի պատրաստ լինես նաև որ գուցե չհաղթես։ Ինձ էլ կյանքում բազմաթիվ մարդիկ ասել են ոչ։
Այդ ոչերը հետո դարձել են այո, այդքան հանճարեղ գիրք չի, բայց մեջբերեմ այդ զորավոր գիշեր ազգեստով տղան մի հետաքրքիր միտք կա, ասում է փորձիր իրադարձությունների վատ ընթացքը կյանքի քո օգտին շուռ տալ։ Հիմա կարող ես այդ ոչերը քո կյանքում դարձնել այո։ Այս այն օրը ինձ մի գրող էր գրել, անունը չեմ ասում, ինքը հիմա որ մեր հաղորդումը դիտի, կիմանա որ իմասն է խոսքը։ Ինչու ես չեմ անցել, գոնե ասեք ինչու, ինչով էր վատ իմ ստեղծագործությունը։ Ես իրեն ուզում եմ ասել, որ դատավոր չեմ ոչ ես, ոչ որևէ հանձնաժողովի անդամ։ Եթե մենք կյանքում որևէ մրցույթում չենք հաղթում, դա ինչ որ վերջնագիր չի, որ պիտի գնանք Կիևյանից մեզ ձորը գցենք, էլի։ Դե հիմա գուցե այս պահին չի հաջողվել, մյուս պահին կհաջողվի, այդքան ամեն ինչը ծանր տանել։ Կյանքը լուրջ բան է, բայց այդքան էլ չէ, էլի, որ ամեն մանրուքի այդքան մենք լուրջ բան անենք, վերաբերվենք։ Արմեն, վախեր ունես։ Վախեր։ Չգիտեմ, ինչ վախեր։ Մի բան ասեմ, օրինակ մանկության տարիներին, եթե ամենաուղիղ իմաստով չասեմ, որ ես վախենում եմ, որ այսպես ես վախենում եմ, որ չեմ կարողան, ես եւ իմ երեխաները չեն կարողանա ապրել այն խաղաղ պայմաններում, որ իրենք կուզեին, բայց դա ոնց որ ոչի մեղքն է, ոչ որ կոնկրետ անձի, աշխարհը հիմա ուրիշ է։ Ես կուզենամ, որ ապահով ապրի իմ, ասենք, իմ երեխաները ապահով ապրեն։ Այդ անհանգստությունը միշտ կա, այսինքն ֆիզիկական ապահովության այնքան པարզ բաներ են ինձ համար էական։ Օրինակ, էական է, որ հիմա գուզե բաժակաճար դառնա, բայց որ իմ մտերիմներ լինեն առողջ եւ երջանիկ։ Ինչ որ նյութական բաներ ես չեմ երբեք երազել, հա, բայց վախերից հարցրիր, այդպեսի ինչ որ դրա համար ինչ որ հատուկ վախեր չունեմ։ Մանկական ինչ որ վախեր կային, բայց դրանք բոլորը անցան, երբ որ ես գնացի զինծառայության եւ բարեբախտաբար հետ եմ եկել, որ հիմա այստեղ եմ։ Այդ վախերը լրիվ իսկապես անցան եւ ես ավելի սոցիալական էակ դարձա, կարող եմ ասել։ Բայց իրականում այդ թեմայով չի ես մեր զրույցը, այս հատվածը, բայց ասեմ, որ երկու տարբեր Արմեններ են էլի իմ մեջ ապրում, մեկը այն լրիվ գրող բանաստեղծ Արմենն է, որը սիրում է տանը փակվել, չի սիրում այդքան շատ շփվել։ Ես այդքան շատ շփվող չեմ, բայց կյանքի բերումով եմ էլի այդպեսին դարձել։ Դրա համար, որ շաբաթ կիրակին զանգում են, ես դե հեռախոս առասակ չեմ վերցնում եւ սովորաբար 6-ից հետո հեռախոս չեմ վերցնում, եթե իմ մտերիմները չեն զանգում, այսինքն որևէ աշխատանքային զանգ չեմ վերցնում։ Դա բոլորը գիտեն, ովքեր ոչ գիտեն, ահա հիմա իմացան։ Որովհետեւ երբ որ ես շաբաթ օրը զարթնում եմ իմ տնային շորերով ու ինձ գործնական զանգը ես նայում եմ հեռախոսին, ասում եմ, ում են զանգում։ Իսկապես էլի մոռանում ես մյուս Արմեն։ Հա, իսկապես հիմա կմտածես երևի ինչ եմ հորինում, չէ, հեքիաթ եմ պատմում, բայց այդպես է։ Նայում եմ հեռախոսին, ասում եմ, ում են զանգում, ում են ուզում, դե համար չեմ էլ վերցնում, որտեվ լրիվ ուրիշ Արմեն է այդ հեռախոսին նայողը։ Բայց երբ երկու շաբթի օրը գալիս եմ աշխատանքի, այլի ոնց որ մյուս Արմենն է գալիս։ Մյուս Արմենն է էլի գալիս։ Դե համար այդ Արմենները շատ տարբեր են։ Մի քիչ տխրում եմ, որ դիվանագիտությունը մեզ շատ է տարել շփումներում։ Դե հիմա սկզբում մենք ավելի բան ենք, չէ՞ լինում, ուղղախոս ենք լինում, մեզ թվում է որ դա լավ է, հետո մեծանում ենք, հասկանում ենք, որ դա անտակտություն է, ուղղախոսություն է։ Իդեպ քանի առիթ օգտվելով եթերից, ես որտեվ իմ բլոգում չեմ խոսում այդ թեմաներից։ Էլի դիտավորյալ չեմ խոսում, որովհետև ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել, որ մեկի արած արժե զրկել, դա իմ սկզբունքն է։ Եվ չեմ ուզում ես լավը լինեմ ուրիշին քննադատելու հաշվին, դա էլ է վատ բան։ Հիմա մոռացա արդեն ինչ էի ասում։ Իդեպ ասում էիր։ Ջան։ Ասում էիր իդեպ ուղղախոսությունից էիր խոսում։ Ուղղախոսությունից, այո։ Ուղղախոսությունից ոչ տերմինային իմաստով, էլի պետք չի ուղիղ մարդկանց ճակատին ասել, պետք է դիվանագիտական ձևով դանել, բայց դա երբեմն մեր նյարդերի վրա հետո շատ թանկ է նստում, որովհետև ես կարող եմ վատ երազներ տեսնել այն պատճառով, որ որևէ մեկին ուզել եմ ասել, որ դու ապուշ ես, բայց չեմ ասել։
լուրջ եմ ասում, հետո իսկապես դա կարող են վրա շատ իսկապես։ Դե հենց տենց չէ էլի։ Երազը ես հասկանում եմ, որ դրա արտահայտությունն է, բայց դե քեզ զսպես բան, դե հիմա հերոսը վերցնում ես, մեկը ընդեղից մեկը գոռում է ինչ որ քաղաքացի ասենք, ինչ որ վատ բաներ ասում։ Դու ասում ես ներեցեք գուցե թյուրիմացություն ա եղել, հիմա մենք կպարզենք, այդքան մի պետք չի բարկանալ։ Խնդրեմ ասեք ձեր ազգանունը։ Ու մի դեպք եմ պատմում, դե մարդիկ սիրում են, երբ իրենց էգոն շոյում ես։ Մի պապիկ էր, մի 70-անց պահակ էր աշխատել ինչ որ հիմնարկում, գործից ազատել էին, զանգել էր, թեև ես բացարձակ կապ չունեմ ու սկսեց գոռալ։ Ասացեք, ասեք ձեր ազգանունը, ասեց, չգիտեմ, ասենք Պողոսյանն էր կարծեմ, ու ես սկսեցի դիմել պարոն Պողոսյան, խնդրեմ, բան, դե կյանքում իրեն ոչ մեկը պարոն Պողոսյան չէր, չէ՞ ասել, բայց մի անգամից ձայնի տոնը փոխվեց, մի անգամից սկսեց ուրիշ ձևով ինձ հետ խոսել, հետո հասկացա, որ այդ մարդը ընդհանրապես լսվելու շփման կարիք ուներ, վերջում չիմացա ինչ էր էլի ուզում, հստակ չձևակերպեց, շնորհակալություն հայտնեց, որ մենք ջերմ զրուցեցինք ու անջատեց։ Ուզում եմ ասել, այդ խնդիրը կա եւ այդ դիվանագիտական շփումը, դիվանագիտական վատ բառը, այդքան տեղին բառ չի, բայց ճիշտ շփման ձևը նրբանկատությունը, ճիշտ է, այդ բառը ավելի սիրուն է, շատ կարեւոր է։ Իսկ բայց լինում են դեպքեր, որ մարդիկ կան, որոնց հետ անգամ քո ասած դիվանագիտական ձևով շփվել հնարավոր չի, որովհետև գուցե շատ ազդեն նյարդերիդ վրա կամ ինչ ես անում այդ դեպքում, բայց պիտի օրինակ, որ ինձ շատ վատ մեկնաբանություն են գրում, ինչը շատ հազվադեպ է լինում, դե կարող է օրինակ այդ մեկնաբանությունը ջնջեմ։ Եթե շատ վատն է, բայց երբեք չեմ վիրավորում։ Եթե ինձ վիրավորում են, ես չեմ վիրավորում։ Եվ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս, թե ձեզ վիրավորում են, ի պատասխան մի վիրավորեք։ Որովհետև սովորաբար եթե դուք ուզում եք, որ այդ մարդը փոխվի, իրեն լավ բան արեք։ Ինձ մեկը վատ բան է գրում, հետո ուրիշ մեկնաբանության տակ հայերենից հարց է գրում, ես սիրով պատասխանում եմ։ Հետո ինքը անգամ դեպք եղավ, շատ նորմալ էլ մի աղջիկ էր, ինձ տենց կոպիտ բաներ գրեց, ինչ որ ասեց, սխալ ես ասում բան, որովհետև հակասել էր իր իմացածին, դե դա էլ է, չէ՞, վեճարիտ իրենց համար։ Հետո եկավ մի քանի օր անց եկավ ասեց, որ ինքը ճշտել է եւ ներողություն ախնդրում, ես ասի վայ ոչ մի խնդիր չկար։ Այնքան հեշտ է չվիրավորելը։ Սկզբում է դժվար, բայց հետո դառնում է շատ սովորական։ Որովհետեւ ես երբևէ կյանքում եւ իմ աշխատանքում եւ այս բլոգինգում ես սեր չեմ փնտրել եւ ոչ մեկի սերը չեմ փնտրում։ Այդ իմաստով դրա համար մեկը կսիրի, մեկը չի սիրի։ Ինչ կապ ունի, ես իմ գործը անում եմ, լիքը մարդիկ գնահատում են, իրեն շատ սիրում եմ, իրեն շատ շնորհակալ եմ եւ նորից առիթից օգտվելով ասեմ, որ կարծում եմ, որ շատ լավն է այն լեսարանը, որը ինձ հետևում է, որովհետեւ միայն կիրթ մարդիկ գիտեն, որ շարունակական կրթությունը կարեւոր է։ Ապուշը ինչ իմանա, չէ, որ կրթությունը կարեւոր է։ Միայն կիրթ մարդը դա գիտի։ Հետևաբար շատ որակյալ մարդիկ են։ Դե շատ լավ։ Որակյալ եւ իրեն շնորհակալ եմ, որովհետեւ իրենք օգնում են ինձ, որ իմ արած աշխատանքը տեղ հասնի։ Չէ՞ որ իմիջը ես ոչ միայն հայերեն սովորեցնելու համար եմ օգտագործում, այսպես ասած, այլ նաև իմ ստեղծագործական, խմբագրական աշխատանքները, նույն փառատոնի մասին տեղեկությունները մարդկանց տեղ հասնելու համար, քանի որ Հայաստանում միշտ եւ բոլոր ժամանակներում էլ կլինի մշակութային տեղեկատվություն, ասեմ, մշակութային տեղեկատվությունը հասցնելու խնդիր կա։ Որովհետև լրահոսը լցված է ինչ-որ անհասկանալի հիմնական քաղաքական, հաճախ անհասկանալի բովանդակությամբ։ Այլի չպետք է քննադատեմ, որովհետև իմ ծանոթների մեջ էլ կան այդ ինչ-որ ուզում էի քննադատելով ասել։ Դրա համար, եթե դու չես առաջարկում լավ բան, այդ դատարկ տեղը լցվում է վատ բանով։ Եթե ուզում ես մի քննադատի ասա, ինչի ես դու դա անում, որովհետև հիմա տենց շատ պեդանտ կլինի, բայց սահմանադրորեն է ամրագրված, որ մարդը ունի մտքի, կարծիք հայտնելու եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու ազատություն։ Ընդ որում, ստեղծագործական գործունեությամբ կարող ես զբաղվել եւ պրոֆեսիոնալ եւ սիրողաբար։ Չեն կարող ասել, վայ, դու ես ինչ վատ բլոգ ես վարում։ Այդպես մեկ օրինակ, մեկը կա գրքի մասին լավ ինչ որ ռիլ է նկարում, մեկը վատ, չէ՞։ Մեկը ուղղակի ասում է լավն է, լավը չէր, որը իմ չսիրած ձևն է, մեկը վերլուծում է ինչ որ փորձում է հիմնավորել, ինչը իմ սիրած ձևն է։ Բայց ես չեմ կարող ասել ինչ ես այդպես անում, որովհետև ինքս կարող եմ անել, գրքի մասին խոսել, բայց չեմ անում։
Հետևաբար լավագույն պատասխանը կլինի, երբ որ ես ինքս դա անեմ։ Դες ասենք դու ես նկարում երեք նայում էի, որ մայրական կաթի մասին շատ սիրուն ոնց որ վերլուծեցիր բան։ Հիմա դու եթե ինքդ ուզում ես ոնց որ այդ տեղը լցնել, դու էլ քո ներդրումը պիտի ունենաս, որովհետև գայթակղությունը մեծ է, որ ինչ որ քննադատես, այդ քննադատության ալիքի վրա որոշ մարդիկ միանան, ասեն ապրես դու ճիշտ ես։ Այ հետո քունս չի տանի մի 20 օր, որ ես այդ մեկին, ինչ որ բանում քննադատել եմ, իսկապես էլի հետո շատ ծանր եմ տանում։ Դե համար որ չեմ ասում, գիտեմ որ թեթև կտանեմ ու դա ընտրում եմ չասելու տարբերակը։ Արմեն, ամենամեծ բամբասանքը ո՞րն է, որ քո մասին լսել ես։ Կամ ամենաշոկային։ Մարիամ ջան, այնքան մամուլի ասուլիսներ են իմ դեմ կազմակերպել, եթե դու փորձես գտնել։ Որ քեզ տենց շատ շոկի է ուղղակի ենթարկել։ Ասեմ, օրինակ ես լսել եմ շատ մարդկանցից, որոնք ասում էին, որ իրենք մտածում են, որ Վերնատուն հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր եմ ես, իմ հրատարակչությունն է։ Հա, ես էլ եմ լսել։ Ահա, դες դու ես լսել։ Ինչը լրիվ ապա տեղեկատվություն է, որովհետև ես ոնց որ իմ հետ կապ չունի, չէ։ Բասում էին, բա ինչ ես այդքան սրտացավ աշխատում։ Դու պատկասում ես, բայց ես միշտ ուզում եմ ասել, որ եթե որը բան անում ես, պետք է անես շատ սրտացավորեն։ Ինձ ես խմբագիրն եմ, չէ, բայց ամեն ինչ հուզում է։ Ամեն ինչը, սոցիալական բովանդակությունը, գովազդը, ամեն ինչը ես գրախանութում այդ գիրքը վացուցադրված լինի, ես դրա հետևից գնում եմ, նույնը փառատոնում։ Ես որ տեսնում եմ բեմը կեղտոտա, վեր եմ կենում, ես ինքս մաքրում եմ, էլի չեմ ասում, հավաքարարը ուր է, կանչեք։ Եվ մի անգամ հիշում եմ հրապարակում էր փառատոնը, ես ու Գուրգեն Ալեքյան լրագրող, որ էլի ինչ որ բլոգինգով ազբաղում նաև այս վերջ շրջանում, շատ լավ, շատ ճաշակով տղա է, գով եմ էլի Գուրգեն։ Մենք հանրապետության հրապարակի աղբամանների աղբը մենք ենք թափում, որովհետև մեզ պետք անդադ լցվում էր, իսկ քաղաքապետարանը գալու էր առավոտյան, չէ՞, աղբը դատարկելու, մենք տենց 2 ժամը մեկ գնում ենք դատարկում, տանում ուրիշ տեղ հեռու Ինչ կա դրա մեջ։ Մարիամ, իդեպ ես իմ անձնական իմաստուն շատ չեմ խոսում, ու հիմա էլ այդքան չեմ ուզում խոսել, թե արդեն ամեն ինչ ասեցի։ Բայց ինչ որ մանրամասներ իմ սոցիալական էջերում չկան։ Իմ ասենք երեխայի նկարը ես երբևէ չեմ հրապարակել եւ չեմ հրապարակի, քանի ինքը այն տարիքում չլինի, որ ինքը ընտրի, ինքը ուզում է, թե ոչ։ Եվ նույնն էլ խորհուրդ եմ տալիս ուրիշներին, որովհետեւ այնքան խաբեություններ կան, ամեն օր լսում ենք, ինչ որ ռեպորտաժներով պատմում են խաբեությունների մասին, WhatsApp-ներ, Telegram-ներ, նկարը մարդկանց ձայնը, ել չեմ ասում երեխայի ձայնը հնարավոր է AI-ով ստանալ եւ ուղարկել քեզ հաղորդագրություն, մի հաղորդություն, որը ինքը չի ասում, բայց իր ձայնով է եւ դու հավատաս, որ դա քո երեխան է։ Մի խոսքով, բայց մինչև օրինակ ինքը հերոսին հասնի կամ ինչ որ տուն հասնի, դու կես մարդ դառնաս։ Հետևաբար անձնական, աշխատանքային, պետք չի խառնել։ Իսկ կա ինչ-որ բան, որի համար փոշմանում ես շատ։ Միշտ ունեցել եմ հնարավորություններ արտերկրում կրթություն ստանալու լավագույն համալսարաններում եւ դիմել եմ եւ ընդունվել եմ եւ անվճար եմ ընդունվել եւ կես գնով MC համալսարաններ, որոնք top համալսարաններ են, շատ զղջում եմ, որ չեմ կարողացել գնալ եւ սոցիալական պայմաններից ելնելով եւ ընտանեկան պայմաններից, այսինքն սկզբում փող չկար, հետո էլ որ փող կար, արդեն ընտանիք կար եւ ընտանիքին ես չեմ կարող էլի ասել դուք մնացեք, ես 2 տարով գնում եմ, չգիտեմ, Յորքի համալսարանում մագիստրատուրա եմ սովորելու, որովհետեւ կարծում եմ, որ եթե մարդը արդեն ընտանիք ունի, մի քիչ առաջնահերթությունները փոխվում են։ Եվ իրականում մենակ այդ սովորելը, անդադ սովորել այդ չի կարևորը, չնայած կուզեի, ասենք Յորքի դիպլոմ ունենայի, էլի։ Ված չէր լինի։ Բայց Մարիամ, այսօր այս համացանցը, էլեկտրոնային գրականությունը այնքան մեծ հնարավորություններ են ընձեռում։ Այս անցյալ տարի հրատարակիչներ էին եկել Հայաստան այդ fellowship-ով, փոխանակման ծրագրով եւ մեր լատվացի գործընկերոջ հետ էի խոսում, ընդ որում զրուցում ենք իրենց գրականությունից, էլի։ Էզերա բան մի խոսքով։
ու դες ասում եմ, բայց այդքան, ասում եմ, բայց ինչի՞ պիտի չիմանայի, պարտադիր է Լատվիայում ապրեմ, որովհետև ինչ տպվեց կարող ես ռուսերենը կարդալ, անգլերենը կարդալ, պարտադիր չէ, ինձ սպասես հայերենը լինի։ Հա, դրա համար այդքան դիպլոմա էական չի, ինքնակրթությունն է կարևոր, իսկ հանրակրթության մասն էլ կարծում եմ, որ այն դասական կրթության ձևը որ կար, որ մենք գնում ենք ձեռքերը այսպես դնում ենք եւ նստում, այդպես հնարավոր չի հիմա երեխաներին հետաքրքրել։ Ինքս եմ հասկացել դասավանդման իմ փորձով, որտեղ գիտես որ դպրոցում եմ դասավանդել տարբեր դպրոցներում, տարբեր ժամանակներում, ուրիշ մեթոդներ են պետք։ Եվ տես այդ բլոգին, որ ես ստեղծեցի, նպատակն էր նաև այդ մեթոդը առաջ տանելը, որովհետև կարելի է հեշտ ձևով բացատրել, ինչ որ տերմիններ չգործածել բան, բայց մարդուն հասկացնել հիմա քննադատություն կլինի, որ ասեմ։ Ես հիշում եմ, որ շատ ուսուցիչներ բան էին անում, չէ՞, թելադրությունները կոպիտ բառով ասեմ, երկելով էին թելադրում, որ այստեղ ձայնս բարձրացնեմ, կդնեք բութ, հենց 5 րոպե պաուզա անեմ, կդնեք միջակետ։ Չի կարելի երեխաներին այդպես օրեցնել կետադրություն, որովհետև հետո իրենք որ նամակներ գրեն, տեքստեր գրեն, իրենց ոչ մեկը չի թելադրելու։ Հա, էլի իրենք պիտի գրեն։ Դրա համար պիտի կանոնները բացատրել։ Ինչ փորձում եմ ես անել եւ երբեք չէի սպասի, որ կարճ ժամանակում այդպիսի հաջողություն կունենա եւ փաստորեն կրթական բովանդակությունը ուներ այդպիսի պահանջարկ, ինչի մասին ես բացարձակապես պատկերացում չունեի, մինչեւ դա չարեցի։ Արմեն, մշտական հարց ունենք, քանի որ ցավոք ժամանակը սպառվում է, ժամանակակից հայ գրողներից որևէ գիրք ասա, որը կուզեիր, որ դու գրած լինեիր, քոնը լիներ։ Չկա այդպիսի գիրք։ Պատմվածք կոնե բանաստեղծություն։ Չկա, այդպիսի գիրք չկա, իրականում կան ինձ սիրելի գրողներ, բայց ես երբեք գրողական նախանց չեմ ունեցել։ Էդ էլ է կարևոր, որ ով որ լավ գիրք է գրել, զանգել եմ, վայ ջերմ, ինչ լավ բան ես գրել, չեմ ասել, էլի, շոր գցեմ վրան, արև չկպնի այդ գրքի վրա, ինչպես բան մեկ փորձում եմ, ասում են ձեռքով փակեմ, չէ՞։ Եթե չլինեիր ու չանեիր այն գործերը, ինչ որ հիմա ես անում, ինչ կլինեիր ավելի շուտ՝ երաժիշտ, դերասան, թե շինարար։ Ես կլինեի գյուղատնտես, քանի որ ես սիրում եմ բանը բույսեր աճեցնել։ Ահա, եւ իմ աշխատասենյակում մոտ 40 տեսակ ծաղիկներ կան, որոնք ես եմ աճեցնում, խնամում, ջերմոցներ կմշակեի, հողի հետ կապված ես սիրում եմ։ Հնարավոր է գա տենց օր, որ ամեն ինչ թողնես ու Հա, դե որ թոշակի անցնեմ եւ ինչ որ վաստակած թոշակ ստանամ, մեծ սիրով հիմա էլ եմ զբաղվում, Մարիամ ջան։ Չէ որ մեր այգում օրինակ ինչ որ գործեր եմ անում, մի անգամ մամայիս օգնում էի, բլից էր, բայց երկարեց։ Մամայիս ծանոթներից մեկը ասեց, «Ես բանվորի նորական ինչքան ես տալիս», ասեց, «Տղա, սապան ոյ, պատտղա եկելա ինչ որ հողա փորում բան, ինչ ես սիրում եմ, ինչ կա դրա մեջ, անում եմ»։ Գրողներից մեկին պիտի ջնջենք պատմությունից, Տերյանին, Չարենցին, թե Վարուժանին։ Պարտադիր պիտի ջնջենք։ Մեկին որ հիմա ջնջում ենք։ կտրեն դնեն այդ բանը, այս մասը։ Չեն կտրի դնեն, կռիվ կանենք։ Վարուժանին։ Լավ, Վարուժանը ողջ չի, թե չնեղանա։ Դե թող նեղանա։ Տերյանին չեն կարող, շատ մեծ է Տերյանը, որտեվ Չարենցը գրել այն լեզվով, որը Տերյանն է ստեղծել։ Չարենցը շատ մեծ է, բայց Տերյանն է հայրը իր հոգևոր։ Իհարկե։ Դու ավելի լավ քո կարծիքով բլոգեր ես, գրող ես, թե ամուսին ես։ Էլի պիտի մեկ ընտրեմ։ Ամենալավը ո՞րն ես անում քո կարծիքով։ Ես ինձ թվում է հասցնում եմ, էլի Մարիամ ջան։ Բայց այն մարդը, որը լավ բլոգեր է, լավ բան է, տանը մի քիչ տուժում է, չէ՞, որտեվ տանը քիչ ես լինում։ Մինչև գնում եմ հաց եմ ուտում, երեխայի հետ կես ժամ խաղում եմ, ինքը գնում է քնելու, չէ՞, որտեվ ուշ եմ տուն գնում։ Դրա համար հնարավոր այդքան էլ իդեալական ոնց որ բաներ, համատեղումներ հնարավոր չեն։ Ես չգիտեմ ոնց գրող եմ, հեսա որ նոր գիրքս լինի, երբ կլինի։ Երբ սպասենք։ Հուսամ որ աշտանը կլինի։ Կոչվելու է բացակայություններ, վերջին 10 տարվա բանաստեղծություններն են լինելու 10 տարի ընդմիջումից հետո։ Այո, 16 թվականի սեպտեմբերին էր քո գրքի շնորհանդեսը, ես հիշում եմ, այո, ես եղել եմ։ Հա, հոկտեմբերին, հոկտեմբեր թե սեպտեմբեր, հոկտեմբեր 8-ին։ Ու վերջում գրողի ծոցից հաղորդումը քեզ համար անկապ էր, հետաքրքիր էր, թե տարօրինակ էր։
հետաքրքիր էր։ Ոնց կարող է գրականության մասին հաղորդումը լինի անկապ։ Ես միշտ գրականության մասին պատրաստ եմ խոսելու եւ պատրաստ եմ խոսելու անverջ, հատկապես երբ որ դու ես հրավիրել եւ դու էլ գրականության մարդ ես եւ տալիս ես հարցեր, որոնք շարունակություն են, այլ ոչ թե սկիզբ։ Չես ասում էլի կա արդյոք գրականություն, Արմեն։ Ինչու ես գրող։ Ինչ ես գրող։ Շնորհակալ եմ, որ եկար, շնորհակալ եմ, որ զրուցեցինք։ Ձեզ էլ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, գրողի ծոցիցնիկ դուք դիտում եւ նորից առաջարկում եմ շարունակեք դիտել, որպեսզի գտնեք ու բացահայտեք ձեր սիրելի ժամանակակից գրողներին։ Կհանդիպենք։